Գերազանց դուք լավ ունեք։ Համացական ձեր խիղճը հանգիստ է ներողություն էլի։ 18-ամյա Դավիթի Դուք իզուր տեղը լարվածություն եք փորձում ստեղծել, ձեզանից դուրս անհիմն հանգամանքների մասին եք գրում, ձեր աշխատանքը շատ վատ եք կատարում, մնացականյան չեմ Պարոն Մարտիրոսյան, ձեզ էլ են մեղադրում անբարեխիղճ աշխատանքի մեջ, ճիշտ են ասում։ Եթե ոչ փաստարկեք լրագրողները ինչ են արել, որը սխալ է։ Ուղղակի հայտարարություններ անելու։ Պարոն Մարտիրոսյան, ինչպես է։ Պատմեց սխալներ, օրինակ գրել են, որ Շանթ Արությունյանի որդուն դատավորը գտել է, որ պետքա կալանավորվի այդ մարդը, բայց դատական ակտում բառացի գրած է իմ կողմից, որ ազատազրկում պատիժ չպետք է կրի Շահեն Արությունյանը եւ ինչե վերջ չի գրել։ Դա իմ կողմից շատ հարգված ազատություն, ուրեմն այդ լրատվամիջոցներ գրել, ռեպորտաժեր պատրաստել, սխալ տեղեկություններ, բազմաթիվ արդարացվել է Ժիրայր Սեֆիլյանը, երբ որ 5 տարի ազատազրկում էին միջնորդել, միայն ռազմամթերքի համար պատասխանատվության ենթարկել, բոլորովին այլ մեկնաբանություն ստացել։ Դրա համար ավարտեմ, դուք հիմա ինձ խանգարում եք, չեք թողում, ես խոսքս ավարտում։ Նիստերի ժամանակ մարդիկ ընդհանրապես աշխարհում մահանում են, մենք դասընթաց էինք ունենում։ Երկու դեպք է եղել, այո, կարող է եղած լինի, նիստի ընթացքում մեկը եղել, մյուսն էլ վարույթի ընթացքում։ Դրան պետք է որ իրականում կա, ոչ թե նրա համար, որ դատական քննության ընթացքում են վատ վիճակում հայտնվել, այլ որ այդ մարդիկ վատառողջ են եղել, պարզվել է եւ դժբախտաբար մահացել է բավարար հիմքեր կար, ինչու՞ Դավիթը շատ դրական բնութագրվող անձնավորություն էր, բայց այդ կարգի լավ բնութագրվող անձնավորություն ընդհանրաբար ինչ որ գործողություն է կատարում, բա քննիչը միջնորդում է ասում է մի հատ էլ ուրեմն խափանամիջոց ընտրենք, տեսնենք ում հետ է այս մարդը համագործակցում, ով է իրան ստիպել, որ այսքան լավ բնութագրվող, մի րոպե, լավ բնութագրվող անձնավորությունը, որ կարող է գա ենթադրաբար կատարի այս արարքը, բա չտեսնենք եւ պարզվեց, որ դա չբեկանվեց այդ որոշումը։ Հաջողություն ձեզ։